Ես չեմ ուզում, որ ինքը մոտենա իմ տղայի Շիրիմին, որտեղ ասենք մեր տղերքը ուրիշ գաղափարի տեր են եղել, բոլորս էլ նորություն չգիտենք ինչի համար են գնացել, կյանքները ինչի համար են տվել մեր տղաները, պարզապես որ ինքը մոտիկ չգա իմ տղայի Շիրիմին, ես չեմ ուզում, որ ինքը հարամի իմ տղայի Շիրիմը։ Չենք նկատել զոհվածի Շիրիմի մոտեցել են։ Չէ, ես կոնկրետ մեզ մոտ չի մոտեցել, ոնց որ թե 44-օրյա տղաների Շիրիմներին ոչ մեկին էլ չի մոտեցել, միայն բարձացավ 90-ականների տղաների կողմը ու դուրս է եկել։ Դուք ում եք Որոշեցին այս օրը ձեզ համար ընդունելի է թե ես չեմ ընդունում ես չեմ ընդունում այս օրը։ Մեր համար օր չկա։ Մեր համար ամեն օրն էլ սքո օր է։ Մենք ամեն օր էլ այստեղ ենք, ծնողներս ամեն օր էլ եռաբլում։ Մեզ պետք չի որ կոնկրետ ինչ որ օր լինի, որ մենք հիշենք մեր տղաներին գանք այստեղ։ Մենք ամեն օր էլ այստեղ ենք, մեր տղաների կողքին ենք։ Մի քիչ առաջ էլ ուղղակի զրույց եղավ, զրույցի մեջ ասեցի, մենք մեր տուն ու տեղը մեր տղաների հետ տեղափոխել ենք այստեղ եռաբլուր։ Ու անգամ այն կարգի, որ ասենք մենք ծնողներով եթե մի օր մեկս էլ բացակայի, արդեն մենք մնացածս անհանգստանում ենք, որ այդ ծնողը խի է բացակայի, խի այստեղ չի եկել, ինչ որ բան ոչ չի պատահել, չի եղել։ Այդտենց կապված ենք իրար հետ։ Բայց որ այսպիսի մի օր լիներ պետական մակարդակով հիշատակելու համար, դրան կողմեի դեմ եք, թե օրը ճիշտ ոնց է ընտրված օրը ստես։ Օրը ես էլ եմ ասում, չեմ ընդունում, որովհետև օրը ճիշտ ընդունված չի։ Օրը կարելի էր ավելի ճիշտ ընդունել, ոնց որ պետք նա եղել, կոնկրետ օրը կարային այդ օրը իրանք նշանակեին, այո, սեպտեմբերի 27-ը խայտառակ օրը։ Այդ օրը կարային նշանակեն, ոչ թե ինչ որ, էսի վերել են բանակի օրվա կապակցությամբ մցրել են կոպիտ ասած բանակի օրվա քթի տակ որպես ինչ։ Սքո օր, հետո բանակի օր, այսինքն այսօր իրանք կհիշատակեն որպես սքո օր, բանակի օրը չեն հիշատակի, հա, որ դա մեր պարծանքներ, հա, բանակը ուրացան։ Ես հաստատ համոզված եմ, որ վաղը իրանցից ոչ մեկ չի գա այստեղ, ամսի 28-ին ոչ մեկ չի գա այստեղ եռաբլուր, որտեվ իրանց համար չկա բանակ։ Դեմ եք որ միայն Փաշինյանը մոտենա ձեր որդու Շիրիմներին, թե նաև իր թիմակիցները։ Ես դեմ եմ մեր ամբողջ կառավարությանը։ Մեր ամբողջ կառավարությանը, որը որ ես չեմ համարում, որ իրանք մեր կառավարությունն են, իրանք մեր երկրի կառավարությունը չեն։ Իրանք թուրքի կառավարությունն են, թուրքի կողմից են աշխատում, իրանք ինչ մեզի կառավարություն։ Դուք կառավարության եք մեղադրում ձեր որդու զոհվելու մեջ։ Իհարկե, բայլում կառավարությունը չդավաճանեց տղերքին թիկունքներին չկանգնավ, թողեց անտեր, առանց հրամանատար, առանց ինչ-որ բան, առանց օգնության, կամ տղաները կռվեցին, իրանց կյանքը տվեցին, գիտեին ինչի համար են գնացել, ազգի, հողի, ջրի համար, ով վերցրեց հողերը տվեց, ով տվեց բաժանեց հողերը թշնամուն, ով ծախեց հողերը թշնամուն, ու տղերքի արածը տվեցին ջրին, նույնը 90-ականների տղերքինը, ժամանակին 90-ականներին Ղարաբաղ ով հետ բերեց, 90-ականների տղերքը ոչ թե գրավեցին, այլ հետ բերեցին մեր տարածքները, մեր հողերը, պահեցին, իհարկե չպահեցին, սկուտեղի վրա բեկալան մատուցեցին թշնամուն նորից։